Հայոց եկեղեցու ամենակարևոր տոներից է Սուրբ Հարություն տոնը կամ Սուրբ Զատիկը, որն առաջացել է զատվել առանձնանալ բառերից։ Այն շարժական տոն է և նշվում է մարտի 21-ից մինչև ապրիլի 26-ը։ Աստվածաշնչում ասվում է, որ խաչելությունից և մահանալուց հետո երրորդ օրը Հիսուսը հարություն է արել։ Սուրբ Հարություն տոնի նախօրյակին ավարտվում է մեծ պահքի շրջանը։ Մարդիկ ջրագալույցի պատարագից հետո գցում են տոնական սեղաններ, որի զարդն է կարմիրով ներված հավկիթ։ Կարմիր բույնը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը հանուն մարդկանց փրկության։ Զատիկը քրիստոնեական ամենակարևոր տոներից մեկն է, այն նշվում է Հիսուս Քրիստոսի հարության հիշատակին նրա խաչելությունից հետո։ Տոնը խորհրդանշում է կյանքի հաղթանակ, մահվան նկատմամբ հույսը և նոր սկիզբը, հավատքի զորությունը։ Զատիկը լույս է բերում սեր ու հուսակ նվիրում։ Կարմիր ձուն մեզ հիշեցնում է, որ կյանք նորից է ծնվում։ Գարունը եկա բերեց Զատիկն է սեր ու լույս բերեց։ Գարուն եկավ լույս բերելով, Զատիկ եկավ սեր պարգևելով։ Զատիկ գեղեցիկ գարնան արե պայծառիկ։ Ծաղիկները բացվել են, մեր սրտերը լցվել են։ Զատիկը շիրո տոն է։ Վախեցու Քրիստոս հարություն է արել։ Թող այս սուրբ տոնը լցնի ձեր սրտերը սիրով, խաղաղությամբ և հավատով։ Թող Սուրբ Զատիկը ձեր տուն բերի խաղաղություն ու ջերմություն։ Թող ձեր կյանքը լցվի լույսով ու հավատով։ Թող յուրաքանչյուր օր լինի նոր կյանքի սկիզբ։ Սեր, հույս և բարություն ձեր ընտանիքին։ Սեր ամենից մեծ է։ Քրիստոս